Ես ձեզ հիմա ցույց եմ տալու մի դպրոց, որտեղ մեր երեխաները կարող են սովորել անվճար։ Մենք գտնվում ենք Սփյուռքում գործող ամենահին հայկական կրթական հաստատությունում, որը հիմնադրման օրվանից անխափան գործում է մինչև այսօր։ Մենք գտնվում ենք Կալքաթայի հայոց մարդասիրական ճեմարանում։ Այս ճեմարանը պարզապես դպրոց չէ, այն տուն է, ընտանիք, պատմություն եւ ապագա հազարավոր հայ երեխաների համար։ Հայոց մարդասիրական ճեմարանը հիմնադրվել է դեռ 1821 թվականին Կալքաթայի հայ համայնքի մեծանուն բարերարների շնորհիվ։ Նրա հիմնադրման հիմնական նպատակը մեկ բան է՝ կրթել, պահպանել եւ ուժեղացնել հայ երեխաներին։ Ավելի քան 2 դար շարունակ այս կրթօջախը անխափան գործել է եւ այսօր էլ այն շարունակում է իր առաքելությունը նույն նվիրումով։ Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման օրվանից մինչև այսօր լավագույնս կրթել է հազարավոր երեխաների, որոնցից շատերը հասել են մեծ արդյունքների։ Նրանք իրենց հետ տարել են ոչ միայն գիտելիք, այլև հայեցի արժեքներ, ինքնություն եւ պատասխանատվություն։ Այժմ դուք տեսնում եք երեխաների, որոնք այսօր սովորում են այստեղ։ Նրանք եկել են Հայաստանից, ինչպես նաեւ Սփյուռքի տարբեր երկրներից։ Տարբեր միջավայրեր, տարբեր պատմություններ, բայց մեկ ընդհանուր նպատակ՝ կրթվել եւ կառուցել ապագա։ Հայոց մարդասիրական ճեմարանը երկսեռ գիշերօթիկ դպրոց է, որտեղ երեխան ոչ միայն սովորում է, այլև ապրում է անվտանգ, խնամված եւ հոգատար միջավայրում։ Բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին հնարավորություն է տրվում շարունակել ուսումը Հնդկաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Ժողովուրդ, շատ կարևոր է նշել, որ աշակերտների ուսուցիչների կեցության, սննդի, գրենական պիտույքների, ուսման վարձի եւ աշխատավարձերի բոլոր ծախսերը հոգում է ճեմարանը։ Սա եզակի հնարավորություն է ծնողների համար, վստահ լինելով, որ իրանց երեխան ստանում է բարձրակարգ կրթություն առանց ֆինանսական ծանրաբեռնվածության։ Anastasia Akopian from Hike House. Annual Athletic Meet 2025 open. Այստեղ աշակերտները մշտապես շրջապատված են ուսուցիչներով եւ դաստիարակներով, որոնք հետևում են ոչ միայն իրենց ուսմանը, այլև դաստիարակությանը, բարոյական զարգացմանն ու հոգեբանական հավասարակշռությանը։ Բայց որևէ կրթական հաստատություն չի կարող գոյություն ունենալ միայն շենքերով ու ծրագրերով։ Այն ապրում է մարդկանց շնորհիվ։ Ճեմարանի հոգևոր եւ կրթական կյանքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Հայր Տաճատը, Տեր Պետրոսը եւ Սարգսակ Զաքարյան։ Նրանց շնորհիվ ճեմարանում ձևավորվել է միջավայր, որտեղ կրթությունը զուգորդվում է հավատքի, բարոյականության եւ մարդասիրության հետ։ Նրանք ամիսներ շարունակ իրենց ներկայությամբ ու հոգատարությամբ օգնում են երեխաներին ձևավորվել որպես գիտակից, պատասխանատու եւ ինքնությանը հավատարիմ անհատներ։ Սիրելի ծնողներ, եթե դուք ընտրում եք Կալքաթայի հայոց մարդասիրական ճեմարանը, ձեր երեխայի համար դուք ընտրում եք մի վայր, որտեղ երեխան ապահով է, ստանում է որակյալ կրթություն։ Կալքաթայի հայոց մարդասիրական ճեմարանը պարզապես դպրոց չէ, այն կյանքի փորձ է, այն հիշողություն է, հավատ եւ ապագա։ Ընդունելության մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել ներքևում նշված հղումներով։ Շնորհակալ եմ շատ, որ նայեցիք մինչև վերջ, չմոռանաք տարածել, լայք դնել, կոմենտ գրել։ Իսկ ես անցնեմ հաջորդ թեմային։